Եթերում հերթապահ մաս հաղորդաշարի Կիրակ Նորյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. Իրար չէին հասկանում, հայհոյում ու միմյանցից պարզաբանումներ էին պահանջում։ Պարզաբանումների փոխարեն հնչեցին պարզունակ հայհոյանքներ, իսկ տարածքում մարդիկ էին ապրում։ Իրավապահների արագ արձագանքման շնորհիվ կրակոցների հեղինակին չհաջողվեց հեռանալ տարածքից, եւ արդեն րոպեներ անց նա բերման ենթարկվեց։ Իրավապահներին հաջողվեց պարզել, որ դանակահարությունը կատարվել էր ժամը 17:30-ի սահմաններում քաղաքի Տեր-Վիշյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Մարտի 22-ին ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց իրավունք շաբաթաթերթի ներկայացուցիչներին։ Առիթը թերթի խորհրդի որոշումն էր 2012 թվականին դատաիրավական ոլորտի լավագույն գործիչ ճանաչելու կապակցությամբ ոստիկանության պետին պատվոգրով պարգևատրելու մասին։ Շնորհակալություն հայտնելով Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ դա ոստիկանական ողջ համակարգի աշխատանքի արժևորումն է եւ կարեւորեց այն հանգամանքը, որ վերջին շրջանում ոստիկանությունը այդպիսի գնահատման արժանացել եւ արժանանում է հատկապես զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների կողմից, ինչը վկայում է հասարակության կողմից ոստիկանության հանդեպ վերաբերմունքի դրական փոփոխության մասին։ Խոսելով ոստիկանության նոր գործելավոճի առանձնահատկությունների մասին, ոստիկանության պետը մասնավորապես նշեց. Միլիցիան պահանջել է չբացատրելով, մենք պահանջում ենք բացատրելով։ Այստեղ մեզ լրատվություններն են պետք, այստեղ մեր աշխատանքը տեսնելու, մեզ գնահատելն է պետք, մեր թերությունները տեսնելու, մեզ մատնացույց անելն է պետք։ Մենք եթե ստեմպերը պահենք, մենք կարողանանք պահպանենք սա, անդառնալի կլինի այլևս մեր զավակները, մեր թոռները կունենան ոստիկանությունը, որը պետք է այս հասարակությանը։ Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ ոստիկանական աշխատանքում եւ համակարգի բարեփոխման ընթացքում հիմնարար է հասարակական գործընթացներից մի քայլ առաջ լինելու սկզբունքը։ Մեր հասարակությունը դա շինություն չի, դա անշարժ գույք չի, մեր հասարակությունը շարժվող, շնչվող, ձևափոխվող, վերափոխվող եւ ոստիկանությունը չի կարող ուղղակի հասարակության հետ վերափոխվել։ Մենք պետք է քայլ առաջ լինենք։ Ամփոփելով վերջին տարվա ընթացքում կատարված աշխատանքը, Վլադիմիր Գասպարյանը ամենագլխավորը համարեց ոստիկանություն հասարակություն կապի եւ փոխվստահության ամրապնդումը։ Կարողացանք այսպես ուշադրության արժանանալ, որ տեսանելի դարձան քաղաքացու համար։ Մենք դեմքով փոխվեցինք դեպի քաղաքացին, քաղաքացին ընկալեց եւ հասկացավ եւ ինքն էլ դեմքով դարձավ դեպի մեզ։ Բարը հոգեբանական մթնոլորտը ստեղծել է հասարակության եւ ոստիկանության մեջ։ Դա ամենամեծ ձեռքբերումն է, որ մենք ունենք։ Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը ոստիկանական խորհրդանիշերով հուշանվերներ հանձնեց հյուրերին։ Մարտի 21-ին Հայաստանի ոստիկանության հյուրներ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությունը։ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ողջունելով հյուրերին ներկայացրեց հանդիպման մասնակից ոստիկանության ներկայացուցիչներին ու հավաստեց հայկական կողմի պատրաստակամությունը հանգամանալից եւ առարկայական քննարկում ծավալելու պատվիրակությանը հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ։ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի պատվիրակության ղեկավար Ուրսուլա Գաշեկը նշեց, որ իրենց առավելապես հետաքրքրում է ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը եւ այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը։ Արթուր Օսիկյանը ներկայացրեց իրականացված բարեփոխումների ուղղությունները, անդրադառնալով ԵԱՀԿ ակտիվ աջակցությամբ համայնքային ոստիկանության ձևավորման ընթացքին, ոստիկանությունում քաղաքծառայության համակարգի ներդրմանը, հասարակական կարգի պահպանության բնագավառում իրականացված կառուցվածքային փոփոխություններին, ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացմանը եւ այլն։ Նշեց, որ բարեփոխումները շարունակական բնույթ են կրում եւ այդ նպատակով ոստիկանությունում գործում է հատուկ ստորաբաժանում։ Ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ միջազգային կառույցների համագործակցությանը, նշելով, որ հաճախ այն վերածվում է գործընկերության
իր զգալի նպաստը բերելով ինչպես բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ ոստիկանության արդիականացման ծրագրերը նախատեսված ժամկետներում կենսագործելուն։ Խոսելով հասարակություն ոստիկանություն կապի ամրապնդման եւ փոխհամագործակցության ժամանակակից դրսևորումների մասին, շեշտվեց մասնավորապես ոստիկանության պաշտոնական կայքեջի կարևորությունը, որը հասարակությանը հրատապ տեղեկատվություն եւ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելուց բացի ապահովում է նաեւ հետադարձ կապը քաղաքացիների հետ, որոնք կարող են կայքեջում ուղղակիորեն հանդես գալ իրենց հարցադրումներով եւ համապատասխան ստորաբաժանումներից կարճ ժամանակամիջոցում ստանալ մեկնաբանություններ ու պարզաբանումներ։ Հանդիպման ընթացքում սպառիչ պատասխաններ տրվեցին պատվիրակության ներկայացուցիչների բոլոր հարցերին, քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լայն շրջանակ։ 2013 թվականի առաջին 2 ամսվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներն արգրավել, հայտնաբերել կամ կամավոր հանձնող քաղաքացիներից ընդունել են 153 միավոր հրազեն։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվն աճել է 8-ով, բայց սա այն ոլորտը չէ, որ աճը հպարտանալու առիթ տա։ Հպարտանալ կարելի կլինի եւ ոստիկանության եւ ողջ հասարակության համար, եթե հանրապետությունում հրազենի գործադրմամբ հանցագործություն չկատարվի։ Այս նպատակի ճանապարհին ձեռնարկվող քայլերից մեկն էլ բնակչության ձեռքին եղած ապօրինի զենքի հայտնաբերումն ու արգրավումն է։ Նման երկու դեպք է արձանագրվել Արարատում եւ Մայրաքաղաքի կենտրոն համայնքում։ Բազմիցս ենք ասել, որ ապօրինի պահվող զենք զինամթերքը ինքնակամ հանձնելու դեպքում անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ով ականջ ունի լսում է, ով ոչ, շարունակում է աչքի լույսի պես պահել ու փայփայել զենքը, ինչը հաստատուն քայլերով նրան մոտեցնում է քրեական պատասխանատվության շեմին։ Օրեր առաջ այդ շեմին հայտնվեց նաև Արարատ քաղաքի բնակիչ Ալբերտ Մխիթարյանը։ Նրա տան վրա 14 տարի առաջ ավազակային հարձակում էր կատարվել, որը ավարտվել էր բացահայտումով։ Մխիթարյանը սակայն որոշել էր իբր ինքնապաշտպանության համար զենք ձեռք բերել։ Ցանկությունը իրականություն էր դարձրել իր ասելով պարկով ինչ-որ բան գտնելու շնորհիվ։ Պարկում բացի ինքնաձիգից նաև փամփուշտներ էր եղել։ Զենք զինամթերքը պահել էր ավտոտնակի տանիքում։ Այդ օրից երկար ու ձիգ տարիներ անցան։ Մարտի 13-ն էր։ Նրան այցելեցին ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները։ Խոզարկությունից առաջ Ալբերտ Մխիթարյանին առաջարկվեց ինքնակամ ներկայացնել տանը պահվող զենք զինամթերքը։ Սակայն նա հրաժարվեց ասելով, որ իր տանը նմանատիպ առարկաներ չկան։ Հայտնաբերվածն արգրավել, փաթեթավորվել եւ ուղարկվել է փորձաքննության։ Փաստով հարուցված է քրեական գործ։ Մարտի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ կենտրոնականի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները Միասնիկյան պողոտայում գտնվող ռեստորանային համալիրի սենյակներից մեկում, որը վարձակալել էր Արսեն Մարգարյանը, զննությամբ հայտնաբերվել եւ արգրավել են գործարանային ջնջված համարով 1906 թվականի արտադրության Browning տեսակի ատրճանակ լիցքավորված 6.35 մմ դրամաչափի փամփուշտներով։ Արսեն Մարգարյանը խոստովանական ցուցմունք է տվել։ Փաստի արդիվ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։ Կրակոցներ հնչեցին, հնչեց նաև ահազանգ ոստիկանություն։ Նախ հայտնաբերվեց ատրճանակը, բայց պարզվեց, որ ինքնաձիգ էլ կա ատրճանակի նման ապօրինի, ու հենց ինքնաձիգից են հնչել կրակոցները։ Մարտի 18-ին ժամը 21:20-ին ոստիկանության Արաբգիրի բաժնում տեղեկություն ստացվեց, որ թիվ 43 փողոցում կրակոցներ էին լսվել։ Ոտքի հանվեց ողջ անձնակազմը, օպերատիվ խմբերն արագ մեկնեցին դեպքի վայր, եւս մի քանի րոպե եւ նշված տարածքն արդեն ամբողջությամբ շրջապատված էր ոստիկանական խմբերով։ Իրավապահների արագ արձագանքման շնորհիվ կրակոցների հեղինակին չհաջողվեց հեռանալ տարածքից եւ արդեն րոպեներ անց նա բերման ենթարկվեց։ Անմիջապես օպերատիվ խմբով մեկնեցինք դեպքի վայր, որտեղ հասնելով Նաիրի Զայրյան փողոց նկատվեց, որ երկու քաղաքացի ճանապարհ անցնում են, որոնցից մեկը սկսեց բարձրաձայն վերացական բնույթի հայհոյանքներ տալ, որը մեր մոտ կասկած առաջացրեց։ Մենք մոտեցանք նրանց եւ ներկայացանք որպես ոստիկանության աշխատակիցներ, դրանից անմիջապես հետո նրանցից մեկը դիմեց փախուստի։ Մենք հետապնդեցինք նրան եւ մոտ 30 մետր վազելուց հետո նա վայր ընկավ։ Այդ ժամանակ նրա գոտկատեղից ընկավ պայծանի մեջ դրված ատրճանակ եւ փամփուշտները թափվեցին գետնին։ Անմիջապես նրան
ատրճանակով բերման ենթարկեցինք ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ոստիկանությունում հայտնված է երևանցի նախկինում դատապարտված 39-ամյա Վազգեն Եփրեմյանն էր, որն ինչպես հետագա քննության պարզվեց, թիվ 43 փողոցում կրակ էր բացել ոչ թե նշված ատրճանակից, այլ AK-74 տեսակի ինքնաձիգից։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 5.6 մմ դրամաչափի փամփուշտի 5 պարկուճ և ասֆալտի մեջ մխրճված 2 գնդակ։ Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ հաջորդ օրը վերջինս ներկայացրեց հանցագործության գործիք հանդիսացող AK-74 տիպի ինքնաձիգը։ Ոստիկանությունում Վազգեն Եփրեմյանը հայտարարեց, որ նշված զենքերը հայտնաբերել էր իրենց տան մոտ գտնվող ավտոտնակների հետնամասում։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 265 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Վազգեն Եփրեմյանը կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է։ Օրեր առաջ կրակոց հնչեց նաև Արտաշատում, բայց այս անգամ հրազենն օրինական էր, հաշվեցուցակային։ Կրակոցի նպատակն էլ միայն ու միայն ծանր հետևանքների կանխումը։ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը ենթակա է քրեական պատասխանատվության։ Այդպիսիների համար քրեական օրենսգրքում նախատեսված է 316 հոդվածը իր 4 մասերով։ Համապատասխան հոդվածի պահանջները օրեր առաջ խախտեցին Արտաշատ քաղաքում ապրող Նազարյան եղբայրները։ Մարտի 29 Նազարյանները տոնում էին միանգամից 2 ծննդյան տարեդարձ։ Մեկը Արման Նազարյանինն էր, մյուսը եղբոր երեխայինը։ Ջերմ ընտանեկան մթնոլորտում հնչում էին բարեմաղթանքներ և բաժակաճառեր։ Գնալով պարպվում էին օղուլիքը շշերը, զուգահեռ հարբում էին նաև ներկաները։ Նազարյան եղբայրները Կարապետը, Արմանը և Գրիգորը չէին ենթադրում, որ ժամեր անց իրենց անկանոն պահվածքի համար կհայտնվեն ոստիկանության Արտաշատի բաժնում։ Իսկ մինչ այդ նրանց այցելեց Ոստան գյուղում ապրող Ալիկ Նազարյանը։ Ալիկը ինչ-ինչ խնդիրներ ունեցավ Արմանի հետ։ Խոսակցությունը արդեն դրսում վերածվեց վեճի, որին միացան նաև տնից դուրս եկած եղբայրները Գրիգորն ու Կարապետը։ Իրար չէին հասկանում, հայոյում ու միմյանցից պարզաբանումներ էին պահանջում։ Պարզաբանումների փոխարեն հնչեցին պարզունակ հայհոյանքներ, իսկ տարածքում մարդիկ էին ապրում։ Կեսգիշերին մոտ անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ ստացվեց, որ Իսակովի փողոցի 47 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։ Անմիջապես դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբը։ Ոստիկանների օրինական պահանջին դադարեցնել վեճը Նազարյանները չենթարկվեցին, ավելին դիմադրություն ցույց տալով հայհոյեցին։ Կարծեր եղբայրը 2-3 անգամ փորձեց քաշքշուկի ժամանակ վերցնել ինձ ամրակցված Մակարով տեսակի ատրճանակը։ Ես թույլ չտվեցի նրան, հետ քաշվեցի, այնուհետև նա պոկեց իմ ձախ ուսադիրը։ Քաղաքացիները նորից հարձակվեցին ինձ վրա մի քանի հոգով։ Եղբայրները չէին հանդարտվում, նույն ոգով հայհոյում էին, ոստիկաններին քաշքշում։ Ոստիկանի կողմից օդ հարձակված նախազգուշական 2 կրակոցը կարծես սթափեցրեց նրանց։ Զանգահարել ենք բաժին, խնդրել ենք օգնական ուժեր, որոնք ժամանել են դեպքի վայր և բերման ենք ենթարկել նշված քաղաքացիներին։ Մեկ օր անց ոստիկանությունում հանդիպեցինք արդեն սթափ Նազարյաններին, ովքեր իրենց վեճից միայն պատառիկներ էին հիշում։ Անգամ չէին կարողանում լիարժեք պատասխանել, թե ինչից և ինչու էր ծագել վեճը։ Ամեն մեկը փորձում էր հիշել իբր անհիշելին։ Ոստիկանին հրել եմ ու ուսադրը քաշը պոկել։ Շատ մարդ կար, չեմ իմանում էլ, ասենք մութ էր 11-ի ժամը, նույնիսկ չեմ իմացել ովքեր են։ Ու տես գնացել եմ, որ բաժանեմ, ինձ էլ բրտին գցին։ Հորքուրից տողուն տեսամ, ասեմ ինչ էլ, ես ինչ բան էլ իմ մեծ եղբոր հետ էր վիճում։ Ես էլ որ ճիշտ ասած ջղանացամ, հորքուրից տողուն եկալ եմ շապրտնում էյան ու գնացին մեծ եղբորս տիպից է եկալ եմ բրտին էյան։ Ստենց տեղյակ էլ չեմ ինչից է կայացել այդ վեճը։ Ես այնքան որ տենց բաժանման տենց որ խաղաղության աղավնի տենց լինա, տենց բաժանել եմ ու տենց եկել եմ այստեղ։ Մանրամասնություններից հետո լսեցինք նաև նրանց ուշացած զղջումը։ Հիմա զղջում եմ սաղի մարասները։ Զգում եմ, որ մեղավոր եմ։ Դե իհարկե զղջում եմ։ Կատարվում է քննություն։ Չարենցավանում կատարվածն արդեն սառը զենքի հետևանք էր։ Ինչ-ինչ ֆինանսատնտեսական հարցեր լուծելու ճանապարհին հասել էին փակ ուղի, բայց դանակով նոր ուղի բացելն էլ ելք չի։
Մարտի 20-ին ժամը 17:50-ին Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ ստացվեց։ Որովայնի առաջնային պատի ծակած կտրած վերքով հիվանդանոց էր տեղափոխվել նույն քաղաքի 42-ամյա մի բնակիչ։ Ահազանգից րոպեներ անց ոստիկաններն արդեն հիվանդանոցում էին։ Դանակահարություն էր տեղի ունեցել։ Ձեռնարկվեցին համապատասխան օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ կատարվածը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Հմուտ գործողությունների շնորհիվ իրավապահներին հաջողվեց պարզել, որ դանակահարությունը կատարվել էր ժամը 17:30-ի սահմաններում քաղաքի Տեր-Վիշան փողոցում գտնվող ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Ժամեր անց բացահայտվեց նաև դանակահարողի անձը։ Ձեռնարկված օպերատիվ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դանակահարողը հանդիսանում է Չարենցավան քաղաքի բնակիչ Սարգիս Մելսիվերդյանը։ Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 20-ի ժամը 23:00-ի սահմաններում վերջինս ներկայացել է Չարենցավանի քննչական բաժանում տվել խոստովանական ցուցմունք։ Չարենցավանցի 34-ամյա Սարգիս Վերդյանի խոստովանությամբ պարզվեց, որ կռվախնձորը առևտրի սրահն է, որը նախկինում պատկանել էր Վերդյանին, իսկ այժմ արդեն տուժողի եղբոր սեփականությունն է։ Վերդյանի ներկայացմամբ գրեթե $500,000 արժողության առևտրի սրահը ընդամենը $20,000 պարտքի դիմաց ապօրինաբար խլվել էր իրենից և բաժին հասել Սմբատ Եփրեմյանին։ Դիմել են, որ հանեն, ապրանք ազատենք, հետո դա վիճակվում է քաղայց ու մերժվել է, միջև դատարանը որոշի կհանեմ ես ասել են։ Ու տենց պայմանավորվել ենք, որ որոշվի։ Տենց զանգես կանչես, գնաց իր կաբինետ, որ պետք է այսօր հանես։ Ես ասել չեմ հանում։ Չէ նորմալ համբերի ես երբ որ կպարտվի դատը կորոշես կամ կհանեմ։ Հետո խփոցի, ես էլ ասեմ մի խփի, գիտես որ լավ չեմ ուզում ես։ Վերջը դուրս եկա մի զորով փախայի ավտոյով, ախպերը հետից եկավ, իջավ ինքն էլ խփեց։ Պապան մոտիկացավ, պապան խփեց ու դանակով խփեց, արդեն ձև չկար։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով, այն է դիտավորության առողջության ծանր վնաս պատճառելու փաստով հարուցվել է քրեական գործ։ Մարտի 22-ին ոստիկանությունում տեղի ունեցած միջոցառումը իրադարձություն կարելի է համարել թե նշանակությամբ, թե բարոյահոգեբանական լիցքերով, որ հաղորդվեցին անձնակազմին։ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ լեյտենանտ Հովհաննես Հունանյանը հանդիպեց ծառայողական բնակարաններ ստացած ոստիկանության աշխատակիցներին։ Շնորհավորելով երջանիկ բնակարանատերերին, Հովհաննես Հունանյանն ասաց. Վերջին 21 տարիների ընթացքում առաջի անգամ ոստիկանության աշխատակիցների կենցաղ կուլտուրական պայմանները բարելավելու համար Հայաստանի Հանրապետության նախագահը որոշում է կայացրել ոստիկանության աշխատակիցներին, կարիքավոր աշխատակիցներին բնակարանով, ծառայական բնակարանով ապահովելու համար։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը հատկացվել է գումար եւ հատկացած գումարով առայժմ ոստիկանությունը ձեռք է բերել 23 ծառայական բնակարաններ, որոնք այսօր մենք հատկացնելու ենք մեր լավագույն աշխատակիցներին։ Ոստիկանության պետի տեղակալը հավաստիացրեց, որ հանձնաժողովն ընտրությունը կատարել է արդարության և անաչառության սկզբունքով, հիմք ունենալով ստորաբաժանումներից ստացված հայտերը, որոնք կազմվել են բնակարանի կարիք ունեցող ծառայողների մասնագիտական, ծառայողական, անձնային որակների մանրակրկիտ ու բազմակողմանի քննարկման արդյունքում։ Բնակարանները տրվում են անհատույց օգտագործման և կարող են սեփականաշնորհվել բնակարանատիրոջ ծառայողական ժամկետի ավարտին։ Ծառայողական բնակարանների հատկացման մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանի հրապարակումից հետո Հովհաննես Հունանյանը մեկ անգամ ևս շնորհավորեց գործընկերներին և հավաստեց, որ այս գործընթացը շարունակական ու ամենամյա է լինելու։ Ոստիկանը, որ հաճախ նաև կյանքի գնով մեզ պաշտպանում է օրինախախտից, մեր տները հանցավոր ոտնձգությունից, իր ծառայողական ու մասնագիտական պարտքը լիարժեք կատարելու համար պետք է ամուր թիկունք ունենա։ Ոչ միայն հանձին հավատավոր ու զինակից հասարակության, այլև ընտանիքի, հարազատ տան և օջախի, որտեղից նրանք կճանապարհեն վտանգաշատ ծառայության ու անհամբեր կսպասեն անպայման վերադարձին։ Մեր տասնյակ գործընկերներին էլ իրենց տունն է սպասելու, իսկ երբ տունն է սպասում, չվերադառնալն անհնար է, պարտքը կատարած, պարզաճակատ և արժանապատվորեն։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի, ցտեսություն։
Ազատիկ։